Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Civic-ի միտաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխաս Ղազարյանին։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հրավերի համար։ Վերջին շաբաթվա ընթացքում Նարեկ Կարապետյանը շրջում է տարբեր մարզերում, հիմնականում այն համայնքներում, որտեղ որ իրենք հաղթել են, եւ 3 Լոռու մարզում են եղել եւ բնակարան են խոստացել 5-րդ բալիկը ունեցող ընտանիքներին եւ այսպես ասում են, որ իրենց նախընտրական խոստումներն են կատարում։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Շատ այս ձեր հարցի մեջ շատ կարևոր հարց եք տալիս եւ իսկապես ես էլ 3 սոցիալական կայքերում հանդիպեցի այդ process-ին ինչ որ կատարում են իբրև թե գույքագրում են այն խնդիրները, որ համայնքներում կան, շատ վատ է որ հետ ընտրական շրջանում են որոշել գույքագրել ինչ խնդիրներ ունեն, մինչդեռ մենք շատ լավ գիտենք մեր համայնքներից յուրաքանչյուրում ինչ խնդիրներ կան, ինչքանով են դրանք լուծվել եւ առաջիկայում որոնք են իրենց լուծումները գտնելու, այսինքն կառավարությունը իր ծրագրերով ամեն ինչին շատ լավ տիրապետում է եւ հստակաբար իրականացնում է իր ծրագիրը հերթականությամբ ու ինչն էր ամենահետաքրքիրը, որ հենց այն համայնքներում, որտեղ որ իրենք ստացել են բարձր ձայներ, ինչ է նշանակում, որ էլի այդ ընտրակաշառատու լինելու հանգամանքը իրենց հանգիստ չի տալիս, այսինքն հոգեբանությամբ այս մարդիկ ընտրակաշառատու են, ինչի է մեզ կարծիքը արտահայտում, որովհետեւ տեսեք, որտեղ որ իրենց ձայն են տալիս, իրենք ինչ-որ մի բան պետքա տան, դա փոխադարձ այսպես ինչ-որ գործարքի հիմք է, բիզնես մտածելակերպ եւ նաեւ այդ հոգեբանությունը, որ ինչ-որ ձևով կարողանան այսպես կոմպենսացնեն այդ ձայները, որը որ ստացել են, այսինքն եթե սա ուղակի կաշառք տալ չէ, այլ անուղակի եղանակով կաշառք տալը, ոչ թե բարեկեցություն ապահովելու միտում ունի այս գործընթացը կամ գուցե առաջին հայացքից թվա օ ինչ հետաքրքիր ծրագիր է կարող է եւ միտված է քաղաքացու բարեկեցությանը, բայց սա ուղիղ խոսում է այն մասին, որ մարդկանց հոգեբանությունը չի փոխվել, այսինքն այդ նույն հոգեբանությամբ, որոնք որ անցկացրեցին ընտրությունները ընտրակաշառք բաժանելով եւ ձայներ հավաքելով, հիմա ինչ են անում, հետ ընտրական շրջանում մտածելով որ առաջիկայում տիմերեն այն համայնքներում, որտեղ իրենք ունեն բարձր ձայներ, գնան այդ համայնքները էլի խոստումներ տան, այո, եւ այդ հիմքով կարողանան ձայներ հավաքել եւ էլի զոր տալով են փողի քսակին, որ ունեն։ Սա է ամբողջ ճշմարտությունը։ Սա process չի, որը որ անընդհատ կունենան եւ կանեն, պարզապես այս բանի քաղաքականապես իրենց ձեռնտու գործընթացը, որ իրականացնում են։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում։ Իրենք ընտրություններից առաջ ասում էին, որ եթե այս իշխանությունները վերընտրվեն, 300,000 ադրբեջանցիները գալու են։ Այս պարագայում ում համար են այս տները առնում տալիս, հա, այլ վաղ կգան ադրբեջանցիները։ Դե նույն տրամաբանությամբ էլ ասում են 300,000 աշխատատեղ են բացելու, եթե հիշում եք, եւ ինձ թվում է այդ խոսույթի շարունակությունն է։ Ես էլի եմ ասել, միշտ անընդհատ մեզ հարցնում են, դուք միշտ խոսում եք, որ արդյոք ընդդիմությունը կգա եւ իրենք խնդիրներ կունենան, սպառնում եք, որ կգա ընդդիմությունը եւ այլ խնդիրներ, մենք չենք սպառնում, մենք պարզապես ուզում ենք ասենք այդ ամբողջ բուրգը, որ կառուցել եք ստերի այդ աշտարակ, այսպես ասած, որ կառուցել եք, բայց ստերի տակից ինչպես է հերթականությամբ դուրս գալու վերջո, գալու է չէ, այդ ստերին պատասխան տալու ժամկետների հարցը։ Տեսեք, անընդհատ հետ հաշվարկ էին անում, այս իշխանության փոփոխվելուն մնացել է 100 օր, 99 օր, չգիտեմ 50 օր, հիմա ամբողջությամբ ոնց հասկացել ենք ջնջել են իրենց այդ գրառումները, որովհետև այդտեղ էլ սուտ դուրս եկան, գոնե հետագայում մարդիկ չտեսնեն կամ նորից չհանկարծ աշներին չընկնի, ասեն, ասում եք սենց, ասում եք Ժողովուրդ ջան, իրականում այն ինչ որ իրենք ասում են, իրականում որևէ աղերս չունի իրականության հետ եւ այն հաշվարկները թե տնտեսական առումով, որ երբեւե արել եւ ցույց էին տալիս, թե աշխատավարձ ստանալ չստանալու առումով, թե ամեն ինչի առումով իրականում հետզհետե բոլորս է պարզ է դառնում, որ ստերի մի ամբողջություն էր, որը փորձում էին իրացնել եւ այդպես վախի մթնոլորտ ստեղծելով եւ այլն արդյունքի հասնեն, բայց փառք ու պատիվ մեր հայրենակիցներին, ովքեր կարողացան ճիշտ գնահատել իրավիճակը եւ ճիշտ կողմնորոշվել ընտրությունների արդյունքներով, մենք դա ստացանք, ընտրությունների արդյունքները դա ցույց տվեցին եւ դա այդպես է շարունակվել է, ինչով չի հասկանում, ով ինչի համար է եկել, որտեղից է եկել եւ ինչ է իրականացնում։ Նախընտրական շրջանում Նարեկ Կարապետյանը երբ այցելել էր Մեղրի, մեղրեցիների հետ հանդիպմանը էլի խոսելով 300,000 ադրբեջանցիների մասին, նշել էր, որ ամենահավանական տեղը, որտեղից կարող են գալ, դա Մեղրին է եւ Վարդենիսը։ Դուք արմատներով Գեղարքունիքի մարզից եք, ադրբեջանցիները եկել են։ Բացարձակ, դեռ մի ադրբեջանցի չեմ տեսել, բացի իրենց խոսքերից։ Ես ասում եմ, շուտով օգոստոսի 2-ից մեկնարկվելու են ազգային ժողովի նիստեր եւ ես այնտեղ եմ հարց տալու, թե որտեղ է այդ ադրբեջանցը եւ խնդրել եմ Նարեկ Կարապետյանին ցույց տալ։
Խոսենք միասնության թևերի մասին, հա, եթե հակակոռուպցիոն կոմիտեն ամենօրյա ռեժիմով երեք էլ վերջին դեպքը եղավ, ուժեղ Հայաստանի հետ կապված ներկայացուցիչներ էին ձերբակալվում, կալանավորվում, մի դեպք էլ եղել է միասնության թևերի հետ կապված, որտեղ նրանց ներկայացուցիչ ամենայն դեպս հանդես եկող անձը զինծառայող ընտրողին ընտրակաշարք է տվել եւ կան արդեն ձերբակալվածներ։ Հիշում եք ինչպիսի անմեղ դեմքով էր ներկայանում միասնության թևերի ներկայացուցիչը, դեպ շատ հետաքրքիր դրվագ կապված իմ եւ իր միջև կա եւ անընդհատ փորձում էր ինչ-որ ձայներ գեներացնել նույնիսկ իր հայրենի գյուղում, որտեղ երբևէ տենց չէր ապրել ուղղակի արմատներով։ Ես որքան ու որտեղ եկեմ ինքը երբևէ չէր ապրել եւ ներքին Գետաշեն։ Եվ երբ ժամանակին խոսում էր սահմաններից եւ այլն գյուղի բարեկեցությունից, Գեղարքունիքի մարզի բնակչությունից, դա ինձ մոտ կոնկրետ զայրույթ էր առաջացնում, որովհետեւ երկար տարիներ աշխատել ՀԿ-ի համակարգում, այդ ժամանակ չտեսնել խնդիրները այդ մարզում ծառացած, որ մարդիկ համատարած լքում են իրենց հայրենիքը, դրսում արտերկրում գումար են վաստակում եւ այլն, եւ հիմնական դատարկվեց Գեղարքունիքի մարզը 98-ից 2008 եւ դրանից հետո, որովհետեւ արդեն համատարած սկսեցին արտերկրում իրենց ապրելու միջոցը փնտրել մեր հայրենակիցները։ Հիմա եկել է այն ժամանակը, որ արդեն խաղաղությունը հաստատվել է, մարդիկ փորձում են հետ գալ, հիմնավորվել, աշխատել, ապրել, դիցուկ այդ համակարգում աշխատող մարդը նոր անարդարության ինչ որ հիմքեր է փնտրում այդ համայնքներում, ինչը զայրույթի հիմք հանդիսացավ ինձ մի ժամանակ, որովհետև գիտեք, դժվար է, երբ որ դու ապրում ես այդ համայնքում, մեծանում ես այդ համայնքում, կեսական շահերը տա եղել այդ համայնքում, սովորել ես, դպրոց ես գնացել եւ այլն, ամեն ինչ եւ հանկարծ հայտնվում է մեկը, որոշում է, որն այն ժամանակ դարձել է քո նույնիսկ ընտանիքի անդամի արտերկրում մեկնելու պատճառը, որոշել է, որ ինքը շատ այդպես մտահոգված է քո առօրյայով ու քո ամեն ինչով, դա նորմալ ռեակցիա է։ Եվ ինչ եմ խոսում, այդ ժամանակ ինքն էլ էր խոսում, որ ինչ որ մարդիկ կան, նաեւ իմ անունն էլ շոշափել, որ կապված են իմ հետ եւ այլն, բայց տեսեք ինչա ստացվում իրականում ստացվում է մարդիկ, ովքեր իրենք են որևէ մեղսագործություն անում, փորձում են ուրիշի վրա բարթել, սա բնական ռեակցիա է մարդկանց կողմից։ Օրինակ չեք տեսնի մեր աջակիցների կողմից նման գործընթացի իրականացում, որովհետև իրականում դա չէր կարող լինել, որովհետև մերոնք նույնիսկ մեր աջակիցները, ովքեր այդքան էլ սերտ կապված չեն կուսակցության գործունեության հետ, բայց աջակցում են իշխանություններին, նույնիսկ մտներով չի անցնի որևէ մի ակնթարթում ընտրակաշարքի հիմքը որևէ մեկին գրավել, որևէ գործունեություն կատարելու կամ ընտրություններին մասնակցելու։ Սա խոսում է նրա մասին, միշտ ասել ենք, որ ով ինչ այիբ ունի, այսպես ասած, ուրիշի վրա է բարթում։ Եվ Սամվել Կարապետյանը այս վերջին շրջանում անդադ խոսում է իշխանափոխությունից, համախմբումից, ինչ որ ուժերի է սպասում, որ պետք է գան, մեծ հանրահավաք անեն, ինչ որ համակարգող խորհուրդ են ստեղծում, բայց կարծեք թե շարժ չկա, հա, ինչ է կատարվում ընդդիմության ներսում։ Ինչի շուրջ են կարողանում համախմբվել։ Առհասարակ ես միշտ եմ շեշտել, այդ իրենց այդ դաշինքը, այսպես ասած, հավաքածու մարդկանց խումբ է, ովքեր ընդհանրապես իրար հետ որևէ կապ չունեն, ուղղակի պահի պատեհությունից դուրս գալուց, այսպես համախմբվել են եւ կարծես թե մի ուժ են ներկայացնում, բայց եթե մի ուժի ներսում չկա գաղափարական կապվածություն եւ իրենց անհատապես յուրաքանչյուրը ցանկանում է ինչ-որ բանի հասնել եւ դրա հիմքում տեսնում է, որ եթե իշխանությունը փոխվի, այ ինքը կդառնա այս ինչ մարդ է, ինքը կդառնա այն ինչ մարդը եւ ամեն մարդը իր շահն է առաջ տանում, այդտեղ չի կարող լինել ընդհանուր թիմային շահ եւ հետեւաբար առաջ այդ ինչպիսի փաթեթավորում էր, որ ուզենան տալ, մանդատաթափությունը, որ տեղի ունեցավ այդ դաշինքի ներսում, դա խոսուն ապացույցներ են ամեն ինչի, ինչ մենք մտածում ենք եւ բոլորն են մտածում այդ մասին, որովհետեւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը փոքր է։ Բոլորս բոլորից գիտենք, եթե Նարեկ Կարապետյանները նոր են ծանոթանում իրաց թիմի անդամներին, մենք շատ վաղուց իրաց թիմի կարկառուն անդամներին ճանաչում ենք եւ գիտենք յուրաքանչյուրի ցանկություններն ու նպատակներն ինչպիսին են, լավ կլիներ Նարեկն էլ շփվել եւ հասկանալ, որ օրինակ կոնկրետ անձինք ինչի համար են որոշել, որ իրենց դաշինքով հանդես գան եւ բնականաբար սպասել էր այս մանդատաթափը, ով ստացավ մանդատ, եթե նույնիսկ էլ իրենք որոշեին, որ մանդատները չէին վերցրել, վստահ եմ այնտեղ կային մարդիկ, որ չէին էլ լսի, ինչ են որոշել, որովհետև իրենց կյանքի երազանքն իրագործվել է, իրենց ձեռը մանդատ տանգե հազիվ, թե ում միջոցով դա կընկներ իրենց ձեռքը, դա ընդհանրապես
շատերին հետաքրքիր չէ, բայց վերջապես ունեն մանդատ, իրենք կարող են ազգային ժողով մտնել նաև մանդատով, ոչ միայն ասենք հանրային լսումների շրջանակներում կամ ինչ-որ բան, այնպես որ ես կարծում եմ, որ հետագայում շատ ավելի հետաքրքիր տեսարանների ենք հանդիպելու հենց այս դաշինքի ներսում կատարվող իրադարձություններով պայմանավորված։ Խոսենք նաև վերջին օրերի աղմկոտ կալանավորումների մասին Գագիկ Ծառուկյանի եւ Արեգնազ Մանուկյանի ձեր գործընկեր ընդդիմությունը այդ կալանավորումները քրեական գործերը համարում է քաղաքական հետապնդում, ինչ կասեք։ Դե գիտեք, ես էլի պետք է նշեմ, մենք ինչ մեղք ունենք, որ այդ մարդիկ քրեական գործերով են անցել եւ անցնում հիմա եւ բերել եւ դա քաղաքական փաթեթավորում տալ, դա ընդդիմության միակ ամենալավ գործն է, որ կարողանում են անել։ Ամեն ինչ ով ինչ անի, մարդիկ անցնում են փողերի լվացումով, խոշոր չափով խարդախություն կազմակերպելով, պետական դավաճանության հետ կապված գործերի շրջանակներում այդ դեպքում մեղադրել քաղաքականության մեջ, քաղաքական հետապնդում դա համարել, դա խիստ անընդունելի է, որովհետև ընդհանուր առմամբ բովանդակությունից շեղում են եւ մարդկանց մոլորեցնում են այս առումով։ Պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության, տնտեսության հանդեպ կատարված ցանկացած գործունեություն պետք է ունենա կոշտ հակազդում եւ շատ լավ է որ իրավապահները տեղում են բացահայտումներ իրականացնում են քրեական գործերը գնում են եւ եթե որևէ անձի հանդեպ էլ կա եթե նույնիսկ իրենք ասում են որ այդ գործը իրականությանը չի համապատասխանում լավ թող գործընթացը ընթանա մենք հասկանանք ինչքանով որևէ մարդ որևէ գործի հետ առնչություն ունի կամ չունի իսկ միշտ դա լրիվ այլ որակավորում տալել գործընթացի ի վերջո բոլորս տեղյակ ենք այդ մասին։ Գագիկ Ծառուկյանը երեք Facebook-յան հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշել էր, որ ձեռնարկությունների կասեցումը, գործունեության կասեցումը իրեն ցավ պատճառելու համար է։ Այ աշխատակիցներն էլ հա տարբեր բողոքի ակցիաներ են անում եւ այլն։ Ես իրապես ցավում եմ ձեռնարկությունների այս պահի դրությամբ գործունեությամբ այն իրավական գործունեության պատճառով ձեռնարկությունները փակվել են շատ մեր հայրենակիցներ իրոք այս պահի դրությամբ անորոշության մեջ են։ Ես իրապես ցավում եմ այդ առումով, բայց պետք է հասկանանք, որ այս գործընթացները պետք է մի օր տեղի ունենային եւ պետք է խնդրեմ, որ ձինվեն համբերությամբ, մինչեւ հասկանանք այս գործընթացները ուր են գնում, որովհետեւ ինչպես մեր քաղաքացիները, աշխատակիցները, ես ինքս էլ չեմ տիրապետում, օրինակ այդ քրգործի ընթացքում ցանկացած ձեռնարկություն ինչքան ժամանակ կփակվի, արդյոք հետագայում ինչ կարգավիճակով կշարունակի իր աշխատանքը, բայց այս պահի դրությամբ պետք է հասկանանք, որ մի փոքր պետք է թույլ տանք, որ իրավական գործընթացները ավարտվեն եւ ցույց տան, որ այնպիսի գործընթացներ հնարավորինս արագ կընթանան եւ մեր քաղաքացիները ի վերջո կհասկանան իրենց հետագա գործունեությունը ինչպես պլանավորեն։ Եվ Արեգնազ Մանուկյանի հետ կապված, քանի որ անընդհատ շահարկվում է անչափահաս երեխան, իր կին լինելու հանգամանքը, ու նաեւ որպես ձեր գործընկեր ձեզ են մեղադրում, թե դուք ինչու ոչինչ չեք ասում, այսինքն մարդը կոնկրետ շատ ծանր հանցագործության մեջ է մեղադրվում, իհարկե չխախտելով անմեղության կանխավարկածը։ Այս պարագայում դուք կամ բոլոր այն մարդիկ, որոնք ուզում են աջակցել, ինչ պիտի անեն։ Սիրելիս, բոլորն էլ անմեղության կանխավարկածը չենք ուզում խախտել, բոլորս էլ չենք ուզում խախտել, բայց քանի կին կա Աբովյան քրեակատարողական հիմնարկում եւ վստահաբար քանի կին նաեւ ունի երեխա, որը որ այս պահին ում հետ չի կարողանում հանդիպել կամ շատ կարճ ժամանակով է հանդիպում կամ երկար դադարներից ու հետո է հանդիպում եւ այլն։ Արեգնազ Մանուկյանն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ հիմա անցնում է որոշակի գործընթացով եւ որևէ արտոնություն չունի բոլոր այն կանանց հանդեպ, ովքեր այս պահին գտնվում են անազատության մեջ եւ ովքեր նաեւ ունեն երեխաներ։ Մենք պետք է ի վերջո դա հասկանանք։ Երբ որ դու երեխա ունես, դու պատասխանատվություն ես կրում նաև քո երեխայի համար։ Եվ եթե դու ուզում ես, որ քո երեխան անընդհատ քո կողքը լինի եւ քո ընտանիքը լինի հաշտ, պետք է նաև զերծ մնաս բավականին շատ գործերից, որոնք կարող են որևէ կերպ քեզ առնչվել։ Հիմա ես չեմ կարող այսպես անմեղության կանխավարկածը խախտեմ, մեղադրեմ, որովհետեւ դեռ վճիռ չկա ու սխալել է իմ կողմից նման հայտարարությամբ հանդես գա, բայց հիմքեր ունեցել են, չէ՞, որ մարդիկ ձերբակալել են եւ հիմա ինքը անազատության մեջ է եւ բնականաբար ունի որոշակի անհարմարություններ, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ ինքը միակ կինը չի եւ յուրաքանչյուրից հետ էլ հնարավոր է նման բան տեղի ունենա եւ հնարավոր է նաեւ հիմա էլ կան Աբովյան քրեակատարողական հիմնարկում կանայք, ովքեր իրոք ունեն նման խնդիր եւ տալ մեկին արտոնություն մյուսին ոչ, ես կարծում եմ ճիշտ չէ, որովհետեւ օրենքի առաջ բոլորս ենք հավասար լինիկին, տղամարդ, եկեղեցական, չգիտեմ, տարբեր, մենք միշտ ենք խոսել այդ մասին, թե հոգեվորականին ինչու ենք բանանում, Ժորժ ջան, Հայաստանի Հանրապետության իրավական պետություն է եւ օրենքի առաջ բոլորս հավասար ենք։
Իդեպ հոգևորականները անընդհատ են փորձում խառնվել մեր ներքաղաքական գործերին, երեկ էլ պետք է Մոսկվայի հայկական եկեղեցու մոտ իաջեկցություն Գագիկ Ծառուկյանի ինչ-որ հավաք լիներ, հետաքրքիր է, որ այնտեղ պատերազմական իրավիճակ է, այդ երկրում արգելված է ընդհանրապես զանգվածային որևէ միջոցառում, բայց Հայաստանի իշխանությունների դեմ որևէ միջոցառում անելը այնտեղ թույլ է տրվում։ Դե բնականաբար մեր հոգևորականները վաղուց արդեն չեն ծառայում եկեղեցուն, ոչ բոլորը իհարկե, բայց կան մարդիկ, որոնք արդեն վաղուց կուսակցության դեր ինչ որ կարծես կուսակցականներ լինեն եւ որևէ թև են կոնկրետ երկրպագում եւ այսպես ասած աջակցում այդ թևին եւ մենք այդ դրսեւորումները տեսանք թե ընտրություններից բավականին առաջ, թե ընտրությունների ընթացքում, չմոռանանք սրբազան շարժման մասին եւ այլն, որը որ էլի համակարգված բանը կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ, այսպես ասած իրենց բառերով եմ ասում, այնպես որ արդեն որևէ բանից չեմ զարմանում եւ նաեւ չմոռանանք թե ինչ հիմքերով որոշ հոգևորականներ ձերբակալվեցին, process-ներ տեղի ունեցան, նույնիսկ ահաբեկչության հիմքով էր այդ ամեն ինչը, դեռ գործընթացն չի ավարտվել, այդ իրավական դեռ չգիտենք ելքը ինչ է, այնպես որ որևէ բանից չեմ զարմանում ու չեմ զարմանա, եթե նույնիսկ Հայաստանում էլ նման բան փորձեն ինչ որ մի կետում իրականացնեն, դե բնականաբար հիմա շոկ եղանակներ են, գիտեք մեր ընդդիմությունը ինչքան նուրբ է, ցուրտ, այո, ցուրտ չի կարողանում ցուրտ ու շոկ օրերին որևէ գործընթաց իրականացնել, իրենք շատ նուրբ պայմաններով են մեծացել, հասկանում եք, մեր նման չեն էլի, որ գաղափարակից, գաղափարի համար նույնիսկ ոչ մի անտեսել ենք ամեն ինչ, անձրև, քամի, ցուրտ, փուգ, չգիտեմ ինչ, դե իրենք ուրիշ, եթե հիշում եք նույնիսկ դատարանների առջև, եթե ցուրտ եղանակ էր լինում ինչ-որ process, նույնիսկ այն վառարանների տեսարանը ապշեցնում էր մարդկանց, ինչպեսի ճոխ պայմաններում են իրենք ապրում, հանկարծ չմրցեն, դե ինչ, սպասենք տեսնենք առաջիկայում մեզ ինչ հետաքրքիր անակնկալներ է սպասվում, կարծում եմ հետաքրքիր ընդդիմություն ունենք։ Օգոստոսի 2-ին նախատեսված է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, ինչպես եք պատկերացնում, ինչպիսի աշխատանքներ են սպասվում ձեզ։ Շատ հետաքրքիր, որովհետև էլի եմ ասում, մեկ մտահոգություն ունեմ, որ հաշվի առնելով են մարդիկ, ովքեր գալու են եւ падգամավորի աթոռի են նստելու, ես ուղղակի մի բան պետք է ասեմ, երբ որ ցուցակ ենք կազմում մենք, թե ովքեր պետք է լինեին մեր падգամավորի տեխնացուները, մեր ցուցակում գտնվող անձիկ, շատ մանրակրկիտ մոտեցում ենք ցուցաբերել, որպեսզի դա խոսում է մեր վարչության ու մեր կուսակցության վերաբերմունքը առ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որովհետև ցուցակի յուրաքանչյուր անդամ կոնկրետ բավականին երկար քննության, ուսումնասիրության, թեպետ բոլորս իրար ճանաչում ենք, բայց այնուամենայնիվ կազմել ենք շատ պատկառելի, այսպես ներկայանալի ցուցակ, բայց ինչպես տեսնում ենք ընդդիմության կողմից այդպիսի վերաբերմունք չկար, ով հայտ ներկայացրեց իրենց ցուցակում գտնվելու, ում գտան, այսպես բերեցին եւ իրենց ցուցակներ առեցին, դա էլ է խոսում քաղաքացիների հանդեպ պատասխանատվությունից, ես բնավ չեմ ուզում այսպես շատ ավելի նսեմացնեմ, բայց ես վստահ եմ այն հայտարարությունները, որ անում են, այն ստատուսները, որ գրում են, այն հարցազրույցները, որ տալիս են, ես տեսնում եմ ինչպիսի խոսույթով են, ինչ մակարդակով են ուզում մտնել ազգային ժողով, ես ուղղակի սարսափում եմ, հուսով եմ այն օրենսդրական նախաձեռնությունները, որով որ մենք հանդես ենք եկել վերջին օրերին, կզսպող ուղղակ կդառնա գոնե մի քիչ քաղաքակիրթ մակարդակում անցկացնել օրենսդրական այդ խորհրդարանական քննարկումները։ Խոսենք նաև արտաքին ազդակներից, Ռուսաստանից եկող հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, վերջին շրջանում Մարիա Զախարովան սկսել է մեղմացնել դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, այսինքն մյուս ռուս պաշտոնյաները նույնպես, ինչը չէր կարելի ասել ընտրություններից անմիջապես հետո հայ-ռուսական դարավոր ջերմ բարեկամական հարաբերություններն է հիշել, սիրո մասին է խոսում, ինչով է սա պայմանավորված։ Սա պայմանավորված է նրանով, որ այլևս բոլոր երկրները ընդունում են մեր ընտրության արդյունքները։ Եվ սա բնական գործընթաց է, ես այսպես սպասում եմ, որ գործընթացները իրականանան։ Այստեղից քանի որ ընդդիմությունը ազդակներ էր ուղարկում, թե եկեք հասեք, այսպես աշխարհին փորձում էր ապացուցել, որ ընտրությունների նորմալ չի ընթացել, ինչ որ բան խախտվել է, բայց իրենք էլ իրենց մեջ վերցնելով մանդատները ապացուցեցին, որ իրականում ամեն ինչ այնքան պարզ, թափանցիկ ու արդար է իրականացվել, որ որևէ խնդիր այդտեղ չկա, եւ բնականաբար բոլոր երկրներն պետք է հաշվի նստեին այն ընտրության արդյունքների հետ, որը որ հիմա կա։ Եվ ընտրության արդյունքներով էլ այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կրկին
իշխանության ղեկին է եւ բնականաբար այդ երկրներն էլ ովքեր փորձում են եւ մենք էլ փորձում ենք բարիդրացիական հարաբերություններ կազմել բոլոր երկրների հետ, գիտեք մեր տրամադրվածությունը ինչպիսին է նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների, նաեւ մեր հարևանների հետ հարաբերություններին, այնպես որ ուզեն թե չուզեն պետք է շարունակենք իրար հետ աշխատել։ Իսկ կարող ենք ասել, որ երբ ընտրություններից առաջ եւ ընտրություններից անմիջապես հետո մեր արտադրողների մի շարք ապրանքներ Ռուսաստանի Դաշնությունը թույլ չտվեց, որպեսզի արտահանվի, եւ միևնույն ժամանակ Եվրամիությունից բավականին մեծ աջակցություն ստացավ Հայաստանը, երեք էլ Լեհաստան գնաց 20 տոննա ծիրան, առաջիկայում էլի մոտ 40 տոննա պետք է արտահանվի, եւ այդ պատճառով Ռուսաստանը մեղմացրեց իր դիրքորոշումը, հասկանալով, որ կախվածությունը իրենից թուլացել է։ Դե գիտեք, մենք պետք է թուլացնենք ընդհանուր առմամբ մեր տրամադրությունը ինչպեսին է, որպեսզի մենք կարողանանք դիվերսիֆիկացնել նաև մեր տնտեսությունը։ Եվ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Դա առաջինը բխում է Հայաստանի Հանրապետության հենց արտադրողների եւ պետության շահից, եւ դա նորմալ գործընթաց է եւ դրա մասին Ռուսաստանի Դաշնությունում էլ են տեղյակ։ Ինչ վերաբերվում է որոշ արտադրանքների չթողնելուն կամ թողնելուն խնդիրներ առաջացնելուն, ես ասում եմ, որ նախկինում էլ է եղել նման խնդիրներ ֆիտոսանիտարիայի հիմքով եւ այլն, եւ կարողացել ենք երկխոսության արդյունքում այդ ամբողջ process-ները հարթել եւ դուք տեսաք վարչապետի վերջին այցի ընթացքում տրամադրվածությունն ինչպիսին է, որ այո, մենք շարունակելու ենք յատումայի շրջանակներում համագործակցել է եւ հնարավորինս համապատասխանեցնելով մեր արտադրանքները փորձել ենք այդտեղ էլ արտահայտել, այսինքն որևէ ձևով դա չի տուժում, բայց մենք պարտավոր ենք նաեւ չէ մեր պետական շահը հաշվի առնելով դիվերսիֆիկացնել նաեւ մեր տնտեսությունը, տեսեք նավթի շուկայի հետ կապված, եթե մենք հիմա չկարողանայինք այլ երկրներից ներկրում իրականացնել, մենք կանգնելու ենք կոնկրետ կոլապսի առաջ եւ փառք Աստծո մենք այսօր հանգիստ, այսպես ասած, մեր գործերով ենք զբաղվում առանց նման խնդիրներ ունենալու։ Եվ նաև Կայա Կալասը հայտնել է, որ Հայաստանի համար կստեղծվի Եվրամիության նոր գործընկերային առաքելություն հակազդելու համար հիբրիդային սպառնալիքներին։ Որքանով սա կօգնի Հայաստանին դիմագրավել հիբրիդային։ Դե մենք տեսնում ենք իրենք ինչպես են տրամադրված, ինչպես Եմեն տնտեսական առումով մեզ աջակցում է, եւ մենք շարունակելու ենք նաև այս ուղղությամբ աշխատել եւ այսինքն բոլոր գործընկերային հարաբերությունները, որ հնարավոր է իրականացնել իշա Հայաստանի Հանրապետության, մենք շարունակելու ենք նման կերպով աշխատել եւ դա եղել է ի սկզբանե մեր առաքելությունը, մենք այդ մասին միշտ ենք հայտարարել, որևէ, ինչպես ասած, մեկը մեկի դեմ աշխատելու խնդիր չունենք, որևէ երկրի հետ, որևէ միության հետ մեր աշխատանքը չի վնասում այլ երկրի հետ աշխատանքին։ Մենք ցանկանում ենք պարզապես իշահ մեր պետության աշխատել նաև բոլոր այն երկրների հետ, ովքեր բաց են մեր հետ աշխատելու եւ դա շատ նորմալ է եւ կարծում եմ բոլորն էլ դա շատ լավ հասկանում են, անկախ ինչպիսի հայտարարություններ կանեն։ Այդ քարոզարշավի ժամանակ եւ դրանից առաջ էլ ներկուսակցական քարոզարշավի ժամանակ դուք շրջում եք մարզերով, նաև Երևանում, բնակիչների հետ հանդիպումները ձեզ ինչ էին ապացուցում, որտեղ այդ ժամանակ էլ ապատեղեկատվության մեծ հոսք կար։ Իրենք հավատում էին, չէին հավատում, ձեզնից էին ճշտում, որտեղից էին ստանում այդ ինֆորմացիան ճիշտ։ Իրականում պետք է ասենք, որ ապատեղեկատվության հոսքի պակաս չենք ունեցել այս շրջանում, իրապես մի անտանելի, այսպես իրավիճակ էր, երբ որ նույնիսկ deepfake-երի մակարդակով եւ այլն ունենք մի նոր իրավիճակ, որին դիմակայել էր պետք եւ այդ ներկուսակցական շփումներն ու ընդհանուր քարոզարշավը լրիվ փոխեց այդ տրամադրությունը, այսինքն այդ մարդկային շփումը ընդհանուր առմամբ հիմք հանդիսացավ դիմակայելու այդ ամբողջ հիբրիդային, այսպես ասած, գրոհներին եւ այնքան հետաքրքիր էր քաղաքացիները ամեն դեպքում, ես ասում եմ, ցանկացած ինչն է ինձ ուրախացնում էր քաղաքացիների մեջ, որ ամեն դժվար պահերին, ամեն խնդրի դեպքում, ուրախանալու դեպքում քաղաքացին դիմում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամին կամ իշխանություններին, նույնիսկ ամենաճղայնացած քաղաքացին, երբ որ ինչ-որ մի բանից վրդովված է, ցանկացած խնդրի հետ կապված, նույնիսկ համայնքային ամենափոքր ինքը գալիս է դեպի իշխանության ներկայացուցիչի հետ խոսելու, որովհետև գիտի իր խնդրելով ով է իրականում զբաղվում եւ ով է ընդհանուր պատկեր ստեղծում, թե զբաղվում է, բայց ընդհանուր առմամբ ոչ մի հարց որևէ տեղ չի ասում եւ ես վստահաբար կարող եմ ասել Հայաստանի Հանրապետության վարչապետից սկսած ամենահասանելի մարդիկն ենք Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր հարցով զբաղվելու, որևէ քաղաքացի չի եղել, որ դիմի ինձ պատգամավորներից յուրաքանչյուրին նախարարին, ընդհանուր վարչապետին եւ իր հարցի լուծումը չստանա։ Դրա համար մենք այսօր չունենք այնպիսի քաղաքացիներ, ովքեր ինչ որ բողոքի ցույցեր անելու խնդիր ունեն, որովհետեւ բոլորի խնդիրը մի երևի մարդկային մի 3 անգամ երևի արդեն վարչապետի հետ հանդիպել է որևէ հարցի շուրջ, որևէ լուծում ստանալու, այս կամ այն կերպով լուծվել է, գուցե նորից եմ հանդիպել։ Ուզում եմ ասեմ, նման խնդիր ընդհանրապես չունենք եւ սա միակ դիմակայելու միջոցն ա եղել այս ընթացքում, որ կարողացել ենք իրականացնել
այս կարճ ժամանակաշրջանում։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանի հետ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար